Anca. Ես են գիտեմ թե ես են գիտեմ թե ճանցար ընձի Ուսանողականի գետերը Այն մալթո Ես ինչ ես դարձան է կասացի ես Ինչ է կասացի Ես է աջողություն Ջայլաց է Նա, միշտ է ջայլա, լսի, միշտ է ջայլա Հոգո, սատու, միշտ է ջայլա Ամեն ինչու Եթե ջայլ չոնը ես չարվի, աստատ չի դեպի աջողություն Ասենք կպնի, արուչի։ Կպի պահին է, ախագային ես ավրատն է։ Ողջույն սիրելի անհետնակիցներ, ինչպես գիտեք, սկսվել է 2026 թվականի ազգային ժողովի նախընտրական քարոզարշավը։ Ողջունում եմ բոլորիդ, որ այստեղ եք։ Շնորհակալություն, որ միացել եք մեր թիմին, շնորհակալություն, որ աջակցելու եք մեզ։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ այս դժվարին ժամանակաշրջանում, նամանավան Վարդենիսի տարածաշրջանում օրեցօր սպառնալիք վտանգները, արտագաղթը, մենք միաժամանակ հույս ունենք, որ այս նախընտրական քարոզարշավից հետո հունիսի 7-ին հաղթելու ենք եւ հունիսի 8-ին միանշանակ իրավիճակը փոխվելու է Վարդենիսում, նկատի ունենալով անվտանգության բոլոր երաշխիքները, արժանապատիվ խաղաղությունը եւ միաժամանակ չենք մոռանալու, որ միջանցքը դեպի Արցախ հնարավորինս վերականգնելու համար։ Ողջունում եմ բոլորիդ, իսկ այժմ խոսքը կտանք Արցախի Հանրապետության առաջին նախագահ եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ պարոն Քոչարյանին։ Բարև ձեզ, ոնց է ժողովուրդ ջան։ Ստե քալելուց գալուց
մի բան է ասում է առաջ ճանապարհով շատ էին գնում գալիս եւ բավական աշխուժեր հիմա ես կարծում եմ այն ինչ կատարվեց 20 թվականին երևի ամենից ուժեղ ազդեցություն ունեցավ հենց ձեր վրա Սյունիքի վրա սահմանամերձ շրջանների վրա բայց մենք հնարավորություն ունենք գոնե մասամբ սա շտկելու եւ այդ հնարավորությունը այս ընտրություններն են նոր մեկ հանդիպում ունեինք ուղղակի գյուղում եւ մի միտք ուղղակի եկավ որ շատ է խոսում հիմա չէ պատերազմի մասին պատերազմի սպառնալիքի մասին եւ այդ սպառնալիքը տարածող հենց առաջերտին իշխանությունն է մենք փորձում ենք ասել որ բոլորս խաղաղության կողմ ենք բայց պատերազմից խոսողները փորձում են վախ ներշնչել մեր ժողովրդի մեջ համոզել մեր ժողովրդին որ իրենք պատերազմի զոհ են միջդեռ իսկական ղեկավարի պարտքը առաջերտին նա է որ ամեն ինչ անել որ պատերազմից հետո դեպրեսիվ վիճակի ժողովրդին անել մենք տեսնում ենք ճիշտ հակառակ փորձում են ցես վախեցնել փորձում են համոզել որ եթե իրենք չլինեն կլինի պատերազմ նույնիսկ արտահայտությունները արվում նրա մասին որ Ղարաբաղյան շարժումը ընդհանրապես ճակատագրական սխալ էր եւ հայությունը Ղարաբաղի հետ առնչություն չուներ ընդհանրապես անհետեցությունները ես ծնվել մեծացել եմ Ղարաբաղում երբ մի ժողովուրդ մի տեղ ապրում է այդ ժողովուրդը իր ապրելու տեղը հետք է թողում հետքը դա պատմամշակութային ժառանգությունն է դա եկեղեցիներն են եւ կարող եմ ասել միանշանակ որ Ղարաբաղում բացի մսկիթից Շուշիում որևէ այլ մշակութային ժառանգություն, պատմական ժառանգություն Ադրբեջանը չուներ։ Երբ Հայաստանի ղեկավարը ասում է այդպիսի բաներ, սա նշանակում է, որ ուզում է դուր գալ մեկ ուրիշին, ծառայում է ոչ թե հայկական շահերին, այլ ծառայում է Ադրբեջանի շահերին։ Սիրելի ժողով, ընտրությունը դժվար ընտրություն է լինելու, որտեղ մենք պետք է հասկանանք մենք ինչ ենք ընտրում։ Ընտրում ենք Հայաստան, թե ընտրում ենք Արևմտյան Ադրբեջան։ Եթե ընտրում ենք Արևմտյան Ադրբեջան, ուրեմն իմացեք, որ այս ամբողջ տարածքը Ադրբեջանի համար Արևմտյան Ադրբեջանը։ Իրենք աչք ունեն այս հողերի վրա, աչք ունեն այս ամեն ինչի վրա եւ Սևանը անվանում են Գյոթչայ։ Սա ենք մենք ուզում։ Չեմ կարծում որ մենք սրանք կողմնակցենք։ Հետևաբար պետք է ճիշտ ընտրություն կատարենք։ Հետևաբար պետք է հասկանանք, որ նաև ձեր ճիշտ ընտրությամբ դու ոչ միայն կապահովեք ձեր տների, ձեր հայրենիքի անվտանգությունը, այլ հնարավորություն կտաք տնտեսական զարգացման համար։ Եվ այդ բոլոր հարցերի շուրջ մենք փորձել ենք արտահայտվել մեր նախընտրական ծրագրերում, փորձում ենք նաև ձեզ համոզել հանդիպումների ժամանակ, բայց իհարկե դիմում ենք ձեզ եւ ակնկալում ենք ձեր աջակցությունը։ Ակտիվ պետք է լինենք, հակառակ դեպքում մենք իսկապես լրջագույն խնդիրներ ունենալու ենք։ Առաջինը անվտանգային, երկրորդը տնտեսական։ Ես ուզում եմ հարցնել ձեզանից, օրինակ ձեր կողմերից ինչքան մարդ է արտաքին աշխատանքներում գնում Ռուսաստան եւ գալիս։ Շատ է։ Եթե լսել եք երեք Ռուսաստանի նախագահի Ամուլի ասուլիսը, ուղղակի պետք է ասել, այնպիսի վտանգի տակ է դրվում Հայաստանը, այնպիսի վտանգի տակ է հայտնում մեր ԵԱՏՄ-ի անդամակցությունը,
որ լրջագույն խնդիրներ են ունենալու բոլոր նրանք, ովքեր այդ ճանապարհով են իրենց ընտանիքները պահում։ Տպավորությունը այնպիսին է, որ Հայաստանի իշխանությունները չեն հասկանում իրական աստիճանը, թե մեր ժողովրդի, մեր բնակչության քանի տոկոսն է, ինչ որ չափով կախված Ռուսաստանի հետ մեր հարաբերություններից, ԵԱՏՄ-ի հետ մեր հարաբերություններից։ Մոտ 70%-ը տարբեր աստիճանի կախվածության մեջ է։ Այսօր դա դրվում է հարվածի տակ։ Թե ինչի համար ես չեմ հասկանում։ Իրականում չեմ հասկանում։ Բայց երեկվա Ռուսաստանի նախագահի հարցազրույցը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Մեր մոտեցումը հետևյալն է։ Մեր անվտանգությունը պետք է ապահովված լինի ժամանակակից եւ մարտոնակ բանակով, հզոր դաշնակցով եւ ուժեղ առաջնորդով։ Այս երեք կոմպոնենտը միասին հնարավորություն կտա եւ ապահովել անվտանգությունը եւ տնտեսական մեր զարգացումը։ Հակառակ պարագայում մենք կանգնելու ենք եւ կանգնած ենք այսօր եւ անվտանգային ճգնաժամի առջեւ եւ մեր առջևում կարող է լինել բավական լուրջ տնտեսական խնդիրներ։ Ուրեմն պետք է ստապվենք եւ այս ամենը շրջանցելու ճանապարհը մեկն է։ Այդ ճանապարհը հունիսի 7-ն է եւ այդ ճանապարհը քվեաթերթիկն է, որի վրա գրած է 17։ Հիշեցիք։ Մենք 5 աղբերով լավ անենք խնդրումը, մենք միասնական ենք, բերենք մեր Արցախին, Հարուսարշավերի ժամանակ ինքը որ գալիս է բնակչությանը մեր Հայաստանի քարտեզը, բայց իր օգնականի անվտանգության աշխատակցին ասում է այն բանից տվեք նա փոխանցել, հա, դեպի այն բանից, Հայաստանի քարտեզն է, ինչ բաները, լավ հետև ունի, ստիպած, արտահայտումատես, բայց ես ուզում եմ մեր ամբողջ հայազգին, բնակչությանը, ժամանաներ ապրողներին, կոչով եւ քննանքով, որպեսզի մեր հայազգին իմանան Հայաստանը սկսվում է այս երկրից է սկսվում Հայաստանը, Արցախից է սկսվում Հայաստանը,
88-ից արդյոք պայքարել է։ Մենք ունեցել ենք 88-ից գոհեր, 20 թվական։ Եթե ինքը անստակը հասնում է, որ այդքան Ես զույց ունեմ, գործը եկավարի ժամանակ է, որ Իվոնի ժամանակել ենք տեսել, Սերժի ժամանակ էր, Նիկոլին առավոտել է, զույց ունենք վերադարձը մենք Սիբիրի խաղաղություն իրական խաղաղություն։ Իսկ պատրաստում վախեցնելը տղամարդը բան չի։ Ավելի լավ մի անգամ մարդ ֆիզիկապես մահանա, քան 100 անգամ հոգեպես, ժողովուրդը հոգեպես մահանա։ Ես զույց ունեմ, Ես լավ եմ կանաչում, վերաշտանող տարիները հիշում եմ, ամեն ինչ պատճառ մակարդակի, գիտե որ դիվանագիտական ճանապարհով նորից մենք վերականգնենք մեր այլները, Արցախի վերադարձը, Արցախն էլ է մեր, Արարատ լեռն էլ է մեր, եկեղեցին էլ է մեր, սահմանադրությունն էլ է մեր։ Ով որ դրա դեմ պայքարում է նա հայ։ Համաձայն եք։ Վախոտ հեքավարը նոմանի հազարանգան գոնայքներ են ես տղամարդի ես վախոտ հեքավարը ես էլ ելույթները լսել եմ Ստրասբուրգի գագաթար ժողովում անգլերեն բերդով ոնց էի խոսում Ալիևը դիմով Վարչապետի դրա մատա թափտալի, նախապաներ գնում է Ալիևի շրոպալություն։ Այդ վարչապետը կրդի չի, նա ինչի է վարչապետի։ Մոքիմի երկի, ուրեմն շունը իրա հետևից եկար չանում, Գյումրիից եկել հասը Երևան, դարձել է վարչապետ։ Ես ընտրողներից ասկար շուն շանգյալ, բայց այդ շունը ինքան կասիբոր է։ Բարև ձեզ պարոն Քոչարյան։ Թող ձեր գյուղից ուրիշ հարցնողը կա։ Պարոն Քոչարյան։ Երիտասարդ ընկերը ուզում է մի հատ հարց տա, թողեք։ Մեր հրաչիկ է, ժազամ երիտասարդ։ Պարոն Քոչարյան, ինչ որ ուսում ուժից սկսվել է ամբողջական ընթացքի զարգացումը, տեղափոխություն հասկացողությունը ինչա, ակտիվությունն ինչա այդ ժամանակը իսկական իրականը։ Մեր ժամանակներ ցույց տվեց կառավարման տարիների փորձով ամենինչով, ու այս ընթացքը տարբեր կառավարումները ոնց կառավարեցին։ Հիմա եկել հասել ենք մի հարցի, որը գործի մեջ շատ է քննարկվում Մեղրու Ղարաբաղի հետ փոխանակման հարցը, այսինքն այն միթից որ մեր համար սրբություն է, ու այս իրավիճակում չունենք քաղաքական ընդհանրապես ոչ մի թեմա, որովհետև դա ամենը մաքրության ու արդարության ֆոնի վրա է։ Մեր եկեղեցին էլ է մեր սրբությունը, մեր դուրսը որի վրա արվում ենք թափած մեր եկեղեցին է սրբությունը։ Քաղաքական ոչ մի նկատառում չունենք, մենք մեր արդար պահանջն ունենք այդ մաքրության ֆոնի վրա։ Ուզում եմ այդ մասին շատ խոսեք, որ գիտեմ որ անդրադարձել եք, բայց այն թեման, որը մնում է։ Հայ դասում են Մեղրի ազնը մի գալի։ Իրանք շատ են ասել, իրանցը պարզ մեկից մեկ բոլորս ենք հասկանում, իրանց թեման քննարկելու համար էլ չի սենց ասեմ։ Ինձ պետք է որ դու դրա մասին, ես գիտեմ անդրադարձել եք, բայց անդրադառնանք հիմա էլ մենք էլ լսենք Մեղրու հարցով ու առհասարակ գաղափարական ենքը որ կա դաշնակցության կուսակցության մեջ, որի և դաշինքի մեջ ենք իրար են և դաշնակցական շատ մեծ ենքա, որի վրա մենք պետությունը պիտի սպասարկի այդ շահերը, մեր ազգային շահերը։ Ուզենամ ձեզ այնց լսել այդ Մեղրու, հենց իմն այդ հարցի, որովհետև դա է, ես իմ
մատնանշած հարցին, սենց ասած թիրախային մասը։ Հիմա շուն ենք Ղարաբաղ, բայց բարիս Միջանց, ստեղծան ասում ճանապարհ, բայց Ադրբեջանը եւ այդ Միջանցքի կառավարումը անում է Հայաստանը հայաբան այն ժամանակ, երբ որ մենք այդ կիվեսի պայմանագիր ոչ մի Ամերիկա ընդամենը ճանապարհի իրավունքների տալիս դիմացը Ղարաբաղի անկախությունը Ադրբեջանը ճանաչում ոչ թե անկախությունը ճանաչում էր Ղարաբաղը Հայաստանի մաս Լաչինի Միջանցք պատկերացրեք ինչ վիճակ է եղել եւ ուր են հասել այդ ճանապարհը ոչ թե միայն ճանապարհ է այլ այդ ճանապարհը մեր ինքը գոյություն ունի հիմա այս պատկերը սա հա էստակադա ճանապարհը էստակադա թունելները բանը ինչ ասել հիմա ճանապարհն էլ է ուրիշի տեղ Դրանից հետո կլիներ։ Իրար երկու աղբեր Թուրքիայից կգնան Ադրբեջան, մենայն իրար կարոտը կառնին հետ իրենց կուտերին են։ Ու բան է աղում, տրանսիտային կառավարությունը, առանձնապես բան է իր ճանապարհը, միանալով Թուրքիայից կառուցվող ճանապարհի հարցն և ամենը Հայաստանը ստանալով 43 կիլոմետր տրանզիտի գումարի 24 Իդեպ այդ ճանապարհը սա նշանակում է, որ մյուս ճանապարհը Ջևանով որ պետք է գնա Դոզի ասում չգիտեմ ոնց է։ Ստեղծան դա երբեք չի աշխատելու, որտեղ դրակարի Հայաստանի համար ձեռնտու է, որ այդ տրանզիտ պետք է լինի, տրանզիտը լինի Ջևան շատ ավելի մեծ երկարությամբ, ավելի երկար ենթադրվում է Հայաստանի ճանապարհով ոնց ենք այն տեսից ասել այս կերպը Հասնելու նամազ եմ, բայց մի բան եթե ստացվեր ձեր այդ պլան, ասած առաջ քաշած պլան, մենք հետագա մեր նպատակների կամ երազանքից նպատակ դարձնել կարողանանք նախ Իջևանի հարցով, մենք արդեն ունենայինք մեր պահանջը, մեր ձայնը բարձրացնեինք հետագայում Արևմտյան Հայաստանի։ Թե կդառնար արդեն տարածաշրջանը բաց, հետ շփվող հարաբերվող։ Դա այդ երազանքը մի քիչ շատ դաշնակցական երազանք է։ Շատ դաշնակցական երազանք է։ Պրակտիկորեն մենք կամրագրեինք Ղարաբաղը Հայաստանի միացնելու սա ամրագրում է։ Ստեղծան այս փուլում ես համարում եմ, որ սա կլներ պայման տարբերակ, բայց հնարավորության պայման տարբերակ։ Այդ ամեն մի պատմական ժամանակաշրջան է, ինչ-որ ազգերի շանս է տալիս։ Օրինակ սովետական միության փոխանցումը Ղարաբաղի շանս ապրել իրականորեն սովետական միությունը ցպլզվեն, բանը չէ, նույն բանը շատ Բայց նման կարգ իրադարձությունը դե միշտ պատմական պահ է։ Այդ պատմական պահը կար եւ մենք այն պատմական պահը հայրուն ձևով օգտագործեցինք։ Հետո եկավ մի Հայաստան, որը Հայաստանի միջի լսվեց։ Բայց ինձ հասկացավ, թե պատմական պահերը ճակատագրական են լինում, նաեւ ճարույց, բար, դժվարներ ունեցող հարցերի 88-ի ուղին, որով որ գնում էինք, ես պետք է մի հատ այդպես ստոպ տայինք, մի հատ ֆիքսեինք հետի, հետո նոր գնայինք։ Այո, մենք ֆիքսում էինք, ամեն ինչը ֆիքսելու գնում էինք։ Անդր Շահումյանի շրջանը Աշտանի Ղարաբաղ։ Ես ուզում եմ մենք ռեալ անունը Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի համակարգությունը
Ուրի հնարավորություն կա իրեսի տարբերակով միանում Հայաստանի, բայց նրանից հետո մադրիդյան սկզբունքներով հանրաքվեով ինքը կանգապան։ Եվս մի 10-15 տարի հիմարություն էր չարվեր, ես չեմ կասկածել, որ կրվում հանրաքվեով և հանրաքվեով կանգասել։ Անկախ առավար, արդեն ինքը որոշում կացնել Հայաստանի կոնֆեդերացիի կարևորը որ միջազգայինորեն մենք ֆիքսեինք այդ ընկերից և կհամարեինք, որ այս պատմական ժամանակահատվածում մի պլյուս կոնվերս։ Հիմա երարեն ինչ է։ Դաշնակցությունը իր երազանքի ճանապարհին անգամ գիտեմ մի հոգիներ գիտեմ պատրաստակիական տալու ընդամենը թեմա որ շոշափի գայում այդատի հարցը այդտենց է երազանքի դաշնակցական դրա արդեն ցույց է որ անկապնրանց իրենց օգտարոքի կնեն թե մենակ կնի ինքը իր հարցը բարձրացնելու է անելու շատ կուզենամ որ այդ երազանքները ձեր մտածած քաղաքական ասպարեզում կամ պետական կամ միջազգային ասպարեզում հենք լինի ու դրանից մղվի ծնացած քաղաքական ոչ թե քաղաքականությունից գա որ մենք ստիպենք ժողովրդին որ դու հելի կռվի այլ կռվող մարդուց դարձնենք մարդ երբ է մարդ ամաց երբ է սովետական միությունը նպատակադրված այս պատմական կարողությունը ունենաս պատրաստ ամեն ինչ կգնի այս քաղաքական թեմայից սիսայինը իր անգամ դեր չի գնա պետք է ավելի միջուկի իման վրա կարանք շնորհացածին հավաքի մեկ ազգս sense ասած տեսակի շնորհի բայց պետական համակարգ ազգի գաղափարներ հայդատի թեմաներ ինքը դառնա առանցքային համակարգ հիմա մեր բախտը չի բերի այս մարդը վատ մարդա իր շնորհիվ այսքան բանացածում իսկ բախտերս վերելա ազգին սարքսին իր ժամանակ բախտերս վերելա որ այդ մարդն է եղել այդ մարդը մեզ հաջողություններ բերել ես ուզում եմ որ համակարգ դառնա որ անկախ նրանից ես կգամ բան կոչարան մյուսը կգա հայդատի հարցը միշտ կմնա ու այս պետությունը կաշխատի դրա խնդիրները լուծել ոչ թե կգա կախված կլինենք մի մարդու կամային սկզբունքներից մի մարդու եթե անգամ ունիսի 7-ն է չէ ամոզելը չէ եթե անգամ ունիսի 7-ն է չլինի սստենս բան չի ես մարդու անդրդենք վերաբերվում սնենք եկել մեր տեսակ ունենք այս խոսակցությունը մեր հետագայի եղավ լավ մնացեք ասվածնա շորժը մնացեք Բարի նախագահ, ես եմ մի քանի բանում եմ ասել տղամարդը, եթե տղամարդ հատվիշում, միշտ եմ պիտի մնա տղամարդ միշտ չեմ չի գործով, հայլով, հաղապարով ձգտումներով ես որ ասում ենք երազան մարդը երբևիցե ոչ մի բան նպատակասլացություն
Մեզ պետք են հզոր, պատմա աշխարհագրական տեսակետից թիմային կազմ, մեզ պետք են հզոր, հզոր կազմ, որպեսի դուք մի երկիր գնալուց միայնակ չնեք եւ ինչ որ պետք եղած ժամանակ ոչ թե դուք ելույթ ունենաք, իրենք ասեն վերջում դուք հաստատ եք, այո թե ոչ։ Որ ժողովուրդը նայի Հայաստանը, նայի Ասիապի, այս հետ նախագահ ունի, ոչ թե չգիտեմ ով։ Ապրես, այդ ժողովրդին ասա։ Ուզում եք նկարվել։ Հարցում եմ ամեն ինչ նախագահ ուզում են նկարվել։ իրական նկատակ։ Երսա քարի։ Սակոջան արի սա քարի։ Այսին ժողովուրդ։ Հաջողություն։